Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Էստոնիայում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանին։ Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, բարև ձեզ։ Եվ այս նոր պաշտոնում որպես պատվավոր հյուպատոս, ինչ առաքելություն եւ նպատակներ ունեք եւ ինչպես եք փորձելու ազդել, որպեսզի զարգանան, ավելի զարգանան եւ ամրապնդվեն Էստոնիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները։ Էստոնիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները զարգացնելը դա իմ առաքելությունն է եղել տարիներ շարունակ եւ պատվավոր հյուպատոսի ընդհանուր գործընթացը բավականին երկար է, 1 տարի առաջ մոտավոր երևի մի քիչ ավել Բալթյան երկրների մեր դեսպանը Արա Մարգարյանը առաջարկ արեց, ես ընդունեցի այդ առաջարկը եւ նշանակումը նոր եղել է Բայց մինչև այդ առաջարկը անելը, այդ առաջարկը հենց որպես գնահատական էր իմ նախորդ տարիների գործունեությունների ու ակտիվ երկու երկրի միջև կապերը հաստատելու անելիքներին, ինիցիատիվաներին։ Չեմ կարող ասել, որ մեկ օրվա մեջ ինչ-որ բան է փոխվելու եւ նոր պետք է սկսել մտածել ինչ անել։ Իհարկե, ռազմավարական ուղղությունները հաշվի առնելով, շահերի ընդհանուր շահեր գտնելով Էստոնիայի եւ Հայաստանի մեջ պետք է հասկանալ, որ ուղղությունները ել ավելի շատ զարգացնել, բայց այդ գործընթացը տարիներ շարունակ կատարվում է, ես այդտեղ մասնակցություն ունեմ թե Հայաստանի կողմից, թե Էստոնիայի կողմից, համ անձնական ոլորտում, համ աշխատանքային, համ դեսպանությանը աջակցելով եւ այսօր ուղղակի այդ նշանակումից հետո ել ավելի մեծանալու են ծավալները եւ ել ավելի ռազմավարական պետք է մոտենալ այդ ամեն ինչին ու հասկանալ Հայաստանի պետությանը ինչն է առաջնահերթ հետաքրքիր եւ այդ հետաքրքրությունների մեջ Էստոնիան որտեղ է տեսնում իրենց համար առաջնահերթ խնդիրները եւ հնարավորությունները եւ այդ պարագայում նոր սիրուն նախագծեր ստեղծել եւ զարգացնել Քանի որ նշեցիք, որ նախկինում եւս արդեն ավելի ակտիվ եք եղել եւ ակտիվ գործունեություն եք ունեցել ամրապնդելու այս երկու երկրների միջև տարբեր ոլորտների աշխատանք եւ համագործակցությունը, այս անգամ արդեն որ ոլորտներն են լինելու ձեր ուշադրության կենտրոնում։ Տեսեք, կան ոլորտներ, որ պաշտոնից ելնելով կարևոր են եւ կան ու կլինեն։ Դա դիպլոմատիկ հարաբերություններն են, դա մեր քաղաքական գործիչներին աջակցելն են, տարբեր պատվիրակություններին ընդունելն են, ցանկացած աջակցություն, սկսած թարգմանչական հանդիպումներ կազմակերպելու, ել ավելի լավ ներկայացնելու թե Հայաստանը, թե Էստոնիան հայ պատվիրակություններին։ Դրանք կան, կլինեն, հույսով եմ կշատանան Բացի այդ, կան տարբեր ոլորտներ, որտեղ որ ակտիվությունը եղել է, ենթադրենք մշակույթային ոլորտը։ Էստոնիայում տարբեր ցուցահանդեսներ են կազմակերպվում հայ նկարիչների, մշակույթային ուտելիքի, գինու փառատոններ, հայկական դպրոց է գործում եւ այդ դպրոցը նաեւ ելույթ է ունենում ներկայացնելով հայ մշակույթը ոչ միայն Էստոնիայում, բայց նաեւ Լատվիայում եւ Լիտվայում եւ դրանից բացի այդ ամեն ինչը մնալու է, որովհետեւ շատ կարեւոր է եւ արդյունքը այդ գործունեությունների մենք տեսնում ենք տարիներ հետո երբ որ արդեն մի ամբողջ սերունդ Էստոնիայում շատ ավելի լավ է ճանաչում հայերին եւ հայ մշակույթը վերաբերմունք է փոխում, դա մենք տեսնում ենք ամեն օր։ Եվ նոր ոլորտներից կամ այն ոլորտներից, որ այդքան մեծ աշխատանք դեռ չի տարվել, ես կուզեի նշել զբոսաշրջությունը, որովհետև իսկապես ես 31 տարուց ավել բնակվելով Էստոնիայում կարող եմ վստահ ասել, որ ոչ մի ցուցահանդես, համերգ, փառատոն կազմակերպված Էստոնիայում այդ ազդեցությունը չունի, ինչքան որ ունի այն տպավորությունները, որ մարդ ստանում է Հայաստանը այցելելուց։ Եվ ինչքան էլ որ ցավոտ է, մարդ կարող է ինձ հետ ընկերություն արին տարիներ շարունակ, կարող է այցելել հայկական միջոցառումները եւ միևնույն է շփոթել հայերը ադրբեջանցիների հետ եւ հավասար նշան դնել ազգերի միջև ու մեղադրելի չի բայց պետք է հասկանալ, որ ինչն է ամենամեծ ազդեցությունը բերում, ամենամեծ ազդեցությունը բերում է մարդկանց Հայաստան գալը, ինչը որ իրականում շատ բարդ
բան է, ոնց մոտիվացնել մարդկանց գալ Հայաստան, որովհետև թե թռիչքների թանկությունը, թե արդեն Հայաստանի թանկությունը իրականում մրցակցելի չի, երբ որ մենք տեսնում ենք ինչ հնարավորություններ ունեն էստոնացիները ուրիշ երկիր ճամփորդելուց, թեկուզ նույն մեր հարևան երկիր Վրաստանը։ Դրա համար այդտեղ պետք է շատ մեծ աշխատանք տանել եւ ել ավելի փորձել մոտիվացնել տարբեր մարդկանց որ գան եւ այդ մարդիկ հետո վերադառնալուց հետո Էստոնիա արդեն իրենց ընկերներին են խորհուրդ տալիս եւ այդտեղ ես տեսնում եմ որ մենք քիչ աշխատանք ենք անում, պետք է ավելի շատ անել եւ ինչպես նաեւ մնացած ոլորտների դեպքում արդյունքը կտեսնենք տարիներ ուշ եւ այդ արդյունքը կլինի շատ լավ, որովհետեւ ոչ ոք հիասթափված Հայաստանից չի հեռանում, դա միանշանակ։ Իսկ ինչ եք կարծում այս մարդկային շփումների եւ նաեւ մշակութային փոխանակման շնորհիվ հնարավոր է նաեւ առաջիկայում զարգացնել բիզնես համագործակցությունները։ Միանշանակ նաեւ հաշվի առնելով Վրաստանի մոտիկությունը Էստոնիայի հետ եւ Վրաստանի ուղղությունը փոխելը այս վերջերս, որը որ շարքային սովորական էստոնացիների մոտ հիասթափություն է առաջացնում եւ վատագույն դեպքում իրենք ոնց որ թե հրաժարվում են ընդհանրապես այս ռեգիոնից եւ լավագույն դեպքում իրենք ուղղում են իրենց ուշադրությունը ավելի դեպի Հայաստան, ինչը որ մինչ այս շատ ավելի բարդ էր անել։ Ինչը որ ակնհայտ է դա ՏՏ ոլորտի համագործակցությունն է, որը որ կապված չի բարդ լոգիստիկայի հետ եւ այստեղ տարբեր նախաձեռնություններ կան, թե պետական, թե մասնավոր ոլորտի, աշունը հոկտեմբերին բանայի հետ համատեղ մենք ինվեստորների, ներդրողների խումբ ենք բերելու Էստոնիայից Հայաստան 20 հոգուց ավել եւ այդտեղ առաջընթաց ունենք ու ելի կունենանք։ Ինչը վերաբերվում է ապրանքների եւ ուրիշ ոլորտներին, այդտեղ պետք է աշխատել, որպեսզի երկկողմանի պայմանավորվածություններ ստեղծեն երկրների միջև, տարբեր մաքսային եւ լոգիստիկային տարբերակներ ման գալ, որովհետեւ մի փոքր բան, երբ որ մենք մեր փառատոնի համար, ասենք Հայաստանից գինիներ եւ ուրիշ ապրանքներ ենք բերում Էստոնիա, ես նկատեցի, որ Վրաստանից ապրանք բերելը շատ ավելի էժան է, որովհետեւ կան երկկողմանի պայմանավորվածություններ ու турքերը շատ ավելի փոքր են։ Դրա համար բիզնեսի լեզվով եթե մենք տեսնում ենք, եթե մենք մտածենք Էստոնիայի բիզնեսմենի տեսանկյունից, իրանք տարբերություն չեն տեսնում մեծ հաշվով, ու եթե իրենց ավելի էժան է բերել Վրաստանից, քան Հայաստանից, իրանք կնախընտրեն Վրաստանը, դրա համար այդ ուղղությամբ ես կարծում եմ, որ էլի մեծ աշխատանք պետք է տարվի, որ երկկողմանի պայմանավորվածություններ ստեղծեն եւ ավելի մեծանա հայկական ապրանքատեսակի մրցակցությունը էստոնական շուկայում, բալտյան շուկայում, որը որ շատ փոքր է, ես հասկանում եմ, որ ասենք եթե Հայաստանի տեսանկյունից նայենք, Էստոնիան նույնիսկ Էստոնիա, Լատվիա, Լիտվա միասին երևի թե այնքան մեծ չի, որպեսզի դա առաջնահերթ լինի, բայց դրա համար կանք մենք, կա մեր դեսպանությունը, կան գործարարները, կան էնտուզիաստները, սփյուռքի ներկայացուցիչները, որ այդ աշխատանքը պետք է տանեն, որ հասնենք որտեղ որ ուզում ենք լինենք։ Ձեր խոսքում նշեցիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը եւս կարևոր ուղղություն է զարգացնելու այս երկրների հարաբերություններում, ինչպես կարող է Էստոնիայի ստարտափ էկոհամակարգը որպես օրինակ ծառայել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար եւ օգնել, որ այն ավելի շատ զարգանա, քանի որ գիտենք, որ Էստոնիան տեղորոշվել է տեխնոլոգիական աշխարհում, տեխնոլոգիական քարտեզի վրա որպես բավականին առաջատար երկիր եւ իր թվային լուծումներով եւ տեխնոլոգիական ոլորտի հաջողություններով, ինչ կարծիք ունեք, ինչպես կարող է այս երկիրը օգտակար լինել մեզ։ Դե Էստոնիան, այո, առաջատար երկիրն է, թե ստարտափների քանակը ամեն մարդու, թե յունիկորների քանակով եւ իրականում նման է այն ճանապարհը, որ Էստոնիան անցել է, որպեսզի հասնի այդ կետին։ Էստոնիայում եղել է Skype, то есть էստոնացիները եղել են Skype-ի համահիմնադիրները եւ այդ Skype-ի արդյունքը եւ այդ համահիմնադիրների հետաքրքրությունը ներդրումներ անել Էստոնիայում, ոչ թե տանել այդ գումարները, որ իրենք աշխատեցին դուրս կամ ուղղակի իրենց ունեցվածքը շատացնել, նաև խթանեց, որպեսզի ստարտափ համակարգը զարգանա եւ նաև օրենսդրությունը եւ բիզնես օրենսդրությունը, բիզնեսի հեշտությունը, process-ները, դրանք բոլորը էկոհամակարգի մասեր են, որ խրախուսեցին, որպեսզի Էստոնիան հասնի այդ արդյունքներին։ Հայաստանում Pixart-ը, Crisp-ը էլի կան ընկերություններ, որոնք որ ես գիտեմ, որ նորաստեղ ստարտափերին շատ մեծ մոտիվացիա են հանդիսանում։ Հայաստանը
ունի առավելություն, ունի ավելի ուղիղ կապ US-ի հետ եւ ներդրումային համակարգը մի քիչ տարբերվում է։ Ես կարծում եմ, որ մարդկային մակարդակի շփումը նույն ներդրողները, երբ որ գան տեսնեն Հայաստանի ստարտափերին, ինվեստ անեն, ինչու ոչ, ու դա այդ ինվեստմենտը մենակ գումար չի եւ երևի թե ամենակարևորը գումարը չի։ Ցանկացած ինվեստոր բերում է նաև իր փորձը, իր սպասելիքները, աջակցում է թմերին եւ այլն։ Ես մտածում եմ, ինչքան որ շատանա ու մեծանա արտասահմանցի, հա, ներդրողների ու մասնակիցների թիվը հայ ստարտափերի այդ shareholder-ների, հա, տերերի, բաժնետերերի մեջ, այնքան ավելի հայկական ստարտափները կսովորեն եւ առաջ կգնան հաշվի առնելով այն փորձը, որ կբերեն այդ ներդրողները։ Նշեցիք, որ առաջիկայում նախատեսվում է այս ոլորտում նոր ներդրողների այց Հայաստան, հնարավոր է արդյոք նաև մասնագիտական փորձի փոխանակում երկու երկրների միջև կամ փոխայցեր թեկուզ։ Այո, իհարկե, փոխայցեր տեղի են ունենում եւ հետաքրքիրն այն է, որ Էստոնիան լինելով փոքր երկիր, այդ փոխայցերը եւ փորձի փոխանակումը սենց լրիվ նորմալ մաս է կազմում ցանկացած այցի։ Ես ճանապարհեցի գյուղատնտեսական ոլորտի գործարարներին, իրենք եկել էին հիմնականում որպես զբոսաշրջիկներ, հա, ուղղակի խնդրեցին, որ քանի որ իրենք այդ ոլորտի միության ներկայացուցիչ են, ես կազմակերպեի տարբեր հանդիպումներ։ Եվ ամեն հանդիպումից հետո իրենք ինձ ասում են՝ Փիրուզա, այս կազմակերպության, ասենք քույր կազմակերպությունը Էստոնիայում սա է, մենք իրենց պետք է կապենք, որ իրենք սովորեն սենց աշխատել։ Ու դա տեղի էր ունենում անընդհատ, որովհետև իրենք կարևորում են, ելի եմ կրկնում, փոքր ազգ, փոքր երկիր լինելով այդ կապերի կարևորությունը եւ իրենք փորձում են նույնը տալ հայ գործընկերներին կամ մտքերը կիսել եւ այո, դա տեղի ունենում եւ կարա շատ գեղեցիկ արդյունքներ բերի։ Անդրադառնանք նաեւ այլ թեմայի, կարծում եմ Էստոնիայի մասին խոսելիս չենք կարող չխոսել նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի մասին, որը մինչև օրս արագ զարգանում է Էստոնիայում եւ դրանով իսկ նաև հեշտացվում է մարդկանց կյանքը այնտեղ։ Հետաքրքիր է այս փորձը եւս ակնկալվում է, որ կբերեք Հայաստան նաև այստեղ զարգացնելու այս էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Այդ փորձը Հայաստան բերելը միանշանակ ինձ չեմ վերագրի, որովհետև դա երկար տասնյակ տարիներ տևող process է, որ արդեն ընթացքի մեջ է, եւ պետք է ասել, որ բոլոր հանրային ծառայությունները Էստոնիայում էլեկտրոնային հասանելի են մարդկանց, վերջինը ամուսնալուծություններ, որ դա էլ էլեկտրոնային տարբերակով այս պահին արդեն հնարավոր է անել։ Եվ ես ուրախ եմ տեսնել, որ Հայաստանը իսկապես ընտրել է Էստոնիայի փորձը, Էստոնիայի ուղղությունը, եւ պետք է ասել, որ չնայած որ մենք խոսում ենք էլեկտրոնային digital ծառայությունների մասին, առաջին հերթին պետք է քաղաքական կամք օրենսդրության փոփոխություն եւ այդ ամենը տեխնոլոգիաների հետ որևէ կապ չունեն եւ շատ ավելի բարդ, շատ ավելի ժամանակատար process-ներ են եւ ես ուրախ եմ տեսնել, որ այդ process-ները արդեն բերում են արդյունքներ եւ մոտենում են իրենց ավարտին, ամենայն դեպս առաջին այդ ցիկլը եւ իհարկե դրանից հետո հաշվի առնելով երկրի ռազմավարական ուղղությունները պետք է ուղղակի ինչ որ sense ճանապարհային քարտեզ լինի, որ ծառայություններից պետք է սկսել, այսինքն արդեն սկսվել է շատ ոլորտներ Հայաստանում թվայնացված են, մարդիկ կարող են օգտվել on-line եւ այլն, բայց դա իսկապես երկար ճանապարհ է եւ էլեկտրոնային ծառայությունները դա մեկ ուղղություն է։ Էստոնիան հիմա արդեն շարժվում է այն ուղղությամբ, որ իմանալով քաղաքացու կարիքը, միգուցե ծառայությունը ընդհանրապես պետք չէ։ Օրինակ, եթե մարդ ունենում է երեխա, Էստոնիայի պետությունը գիտի, որ այդ մարդը ունեցել է երեխա, եւ եթե այդ ծնողները իրավունք ունեն ինչ որ նպաստի, պետք չէ որ իրենք դիմեն։ Իրենք այդ գումարը ստանում են միանգամից իրենց հաշվին։ Ըստ դա արդեն հաջորդ մակարդակն է եւ 7-8 ծառայություն արդեն այսպես կոչված proactive government ծրագրի շրջանակներում իրականացվում են Էստոնիայում։ Աճելու շատ տեղ կա նաեւ էլեկտրոնային տարբերակով ծառայությունները մատուցելուց հետո զարգանալու շատ տարբերակներ կան եւ այո, ես ուրախ եմ տեսնել, որ Հայաստանը հետևողական է եւ լավ փոփոխություններ տեղի են ունենում։ Իսկ այս
թեմայի շուրջ նաև կարծում եմ կլինեն որոշ մտահոգություններ անձնական տվյալների պաշտպանության հարցում, ինչպես է Էստոնիան փորձում պաշտպանել մարդկանց անձնական տվյալները եւ Հայաստանը եւս ինչպես կարող է օրինակ այս առաջընթացին զուգընթաց եւս եւ մարդկանց իրազեկել այս թեմայով եւ փորձել պաշտպանել ավելի անվտանգ դարձնել այս համակարգերը։ Տվյալների փոխանակումը, անձնական տվյալների պաշտպանությունը դրանք միանշանակ համակարգի շատ կարևոր մաս են եւ դրանք լուծում ստացել են տարբեր երկրներում եւ փորձի փոխանակումը եւ համակարգերի զարգացումը ներառում է այդ մասը, չեմ խորանա այդ տեխնիկական ասպեկտների մեջ, կուզեի ասել, որ հիմնական խնդիրը այդ ոլորտում շատ արագ առաջընթաց ունենալուց դա հենց մարդկանց տեղեկությունն է, մարդկանց գիտելիքներն է, հենց կիբեր անվտանգության, իրենց անձնական տվյալների պարագայում եւ Հայաստանում շատ մեծ աշխատանք ունենք անելու, որովհետեւ համ մարդիկ տեղյակ չեն, որ ասենք, չգիտեմ, իրենց անձնագրի մեջ չիպ կա, որից կարելի է ինչ-որ տվյալներ կարդալ եւ պետք չի դա ուրիշ անծանոթ մարդուն փոխանցել։ Բացի այդ պետք է հաշվի առնել նաև մշակութային ասպեկտը, կիբերկրթությունը եւ տարբեր սկսած երեխաներից եւ վերջացրած թոշակառուներով պետք է շատ մեծ ներդրումներ անել եւ պետության եւ մասնավոր ընկերությունների կողմից, որպեսզի այդ իրավիճակը լուծենք ավելի արագ, քան կզարգանան հասանելի on-line ծառայությունները։ Դրանք զուգահեռ պետք է տեղի ունենան։ Շատ լավ, եւ քանի որ գիտեմ, որ Էստոնիայում եւս մենք ունենք բնակվող հայեր, իհարկե հայ համայնքը բավականին փոքրաթիվ է, բայց կցանկանայի իմանալ, թե ինչպիսին է իրավիճակը այնտեղ եւ օրինակ հայ մասնագետները որ ոլորտներում են հիմնականում աշխատում եւ ներգրաված։ Եթե մենք խոսենք այն սերունդի մասին, իմ ծնողների սերունդը, հա, որը որ սովետի փլուզումից հետո Էստոնիայում էր կամ Էստոնիա էր տեղափոխվել, այդ սերունդը ավելի շատ ներգրաված էր բիզնեսի մեջ, որովհետև այդ ժամանակ նաև Էստոնիայում էր կյանքը շատ բարդ եւ որպեսզի գումար վաստակել, նաև Հայաստանին օգնել, բարեկամներին, ընկերներին, շատերը հիմնել էին իրենց փոքր եւ միջին բիզնեսներ տարբեր ոլորտում, ռեստորանային, ծաղիկների, քիմ մաքրումում, շատ տարբեր։ Հիմա այդ սերունդի երեխաները եւ նոր եկած մասնագետները էլի շատ տարբեր ոլորտներում են, այն մասնագետները, որ տեղափոխվում են Էստոնիա, ավելի շատ ՏՏ ոլորտում են աշխատում, որովհետեւ կրկին այստեղ էլ Էստոնիան շատ նման է Հայաստանին, որ եթե մենք խոսում ենք աշխատավարձների մասին, այդ ոլորտն է, որտեղ որ դու աշխատավարձ, նորմալ աշխատավարձ ես ստանում, լեզուն հիմնականում աշխատանքային լեզուն անգլերենն է եւ դրա հետ կապված ռելոկացիան Հայաստանից Էստոնիա ամենաշատը այդ ոլորտում է տեղի ունենում։ Այն երեխաները, որ մեծացել են Էստոնիայում, դա արդեն էլի շատ տարբեր ոլորտներում աշխատում են, ներկայացնում են իրենց հայությանը։ Եվ կան ուսանողներ, որ գալիս են Էստոնիա սովորելու, այդտեղ էլ կախված մասնագիտությունից ու իրենց ցանկությունից հետագայում մնալ Էստոնիայում, վերադառնալ Հայաստան կամ առաջ շարժվել դեպի ուրիշ երկրներ։ Դրա համար ես կասեի, որ այսօր ունենք հայ ազգի ներկայացուցիչներ շատ տարբեր ոլորտներում, միգուցե քաղաքական գործիչներ այդքան շատ չունենք, բայց շատ ավելի քիչ, մնացած ոլորտներում ես կասեի, որ ունենք շատ լավ մասնագետներ, որ փայլուն իրենց աշխատանքով, իրենց հայ լինելով արդեն իսկ շատ բարձր են պահում Հայաստանի եւ հայ մշակույթի անունը եւ արժեքը։ Իսկ նրանց կապը Հայաստանի հետ ինչ մակարդակ է, ինչպես կգնահատեք այս օրերին։ Շատ լավ տեղյակ են մշակույթից, աջակցում են, երբ որ ինչ-որ նախագծեր են լինում, միշտ օգնում են։ Հաստատ ես չէի համաձայնվի ընդունել Հայաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնը, եթե ես չունենայի մեր Սփյուռքի ներկայացուցիչների աջակցությունը։ Իսկապես շատ մարդիկ կանգնած են իմ մեջքի հետևը ինձ հետ միասին եւ ցանկացած հարցում ինձ օգնում, աջակցում են եւ ինչ մենք անում ենք միասին եւ ուղիղ կապը գնալ Հայաստան դա շատ տարբեր է, կախված ունեն Հայաստանում բարեկամներ, ընկերներ, թե չունեն, զբաղվածությունը, աշխատանքային եւ այլն, բայց հիմնականում հայերը ներկայանում են որպես հայ,
եւ այնտեղ որտեղ կան ներկայացնում են հայ մշակույթը։ Կրթությունը կարևորել ազդեցություն ունի Էստոնիայի սփյուռքի ձևավորելու մեջ, որովհետև եթե մարդ տեղափոխվել է սովորելու համար, բնականաբար ինքը կարևորում է կրթությունը նաև իր երեխաների դեպքում եւ որպես արդյունք մենք ունենք շատ ավելի կիրթ, շատ ավելի լավ Հայաստանը ներկայացնող սփյուռք Էստոնիայում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մերսի շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Էստոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Փիրուզա Հարությունյանի հետ։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։